Աղոթք։ Երբ աղոթք անես, կեղծավորների նման մի եղիր, որոնք սիրում են ժողովարանների մեջ և հրապարակների անկյուններում կանգնել աղոթքի, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը ստացել են։ Իսկ դու, երբ աղոթք անես, մտիր քո ներքին սենյակը, դուռը փակիր և աղոթիր օրդ, որ գաղտնի տեղում է գտնվում։ Եվ քո այրը, որ գաղտնին է տեսնում, հայտնապես կհատուցի քեզ։ Եվ երբ աղոթք անեք, հեթանոսների նման դատարկ կրկնություններ մի օգտագործեք, որովհետև կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար է, որ պիտի լսվեն։ Ուրեմն մի նմանվեք նրանց, որովհետև ձեր այրը գիտի, թե ձեզ ինչ է պետք, դեռ իրենից չխնդրած։ Ուստի դուք այսպես աղոթեք. Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտաբաններին։ Եվ մեզ փորձության մի տանիր, հապա աչարից մեզ ազատիր, որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։ Քանի որ եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ պիտի ների։ Իսկ եթե դուք չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Եվ երբ ծոմ պահեք, կեղծավորների նման տրտմերես չլինեք։ Նրանք իրենց երեսները աղճատում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը ստացել են։ Իսկ դու, երբ ծոմ պահես, գլուխդ օծիր ու երեսդ լվա, որպեսզի մարդկանց ծոմ պահողի պես չերևաս, այլ միայն քո Օրը, որ գաղտնի տեղում է, և քո Հայրը, որ ծածուկը տեսնում է, հայտնապես